Կարող ենք արձանագրել, որ եթե այս փոփոխությունը տեղի չունենար, այս հոդվածը վերաբերել էր լինելու նաև Հայաստանի Հանրապետության մեր շարքային քաղաքացիներին, ֆիզիկական անձանց, համընդհանուր հայտարարագիր լրացնող անձանց, որովհետև փաստորեն դուք էլ արձանագրում եք եւ ընդունում եք, որ կար ոչ որոշակիություն հանցակազմի սուբյեկտի մասով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Խաման հարցի համար։ Ըստ էության չունենք նման պրակտիկա եւ իմ խորին համոզմամբ իրավապահ համակարգի ուրեմն իրավապահ համակարգի մոդել ամեն դեպքում այդ համոզմունքը կար, որ այս հանցակազմը այդ դեպքերին չի վերաբերում, բայց տարածիորեն քանի որ գործող խմբագրությամբ ասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից եւ այլն հայտարարագիր չներկայացնելը կամ կեղծ տվյալներ ներկայացնելը, այսինքն զուտ տարածիորեն, այո, քանի որ ֆիզիկական անձանց եկամտների հայտարարագիրը նույնիսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայտարարագիր է, դրանցում չներկայացնելը կամ կեղծ տվյալ ներկայացնելը զուտ ձևական առումով կարող էր տեղավորվել ստեղ, բայց մասնագիտական գտնում են, որ նույնիսկ փոփոխության, եթե փոփոխությունը չլներ, պետք է որ այդպես չկիրառվեր, որովհետև այս հանցակազմերը իրենք հենց հանրային ծառայության դեմ ուղղված հանցագործությունների գլխում են գտնում եւ դրանով պայմանավորված իրավակիրառը պետք է հասկանալ, որ սա այն սուբյեկտները չեն, որոնք որ այս հանցագործության սուբյեկտ կարող են հանդիսանալ, բայց հնարավոր որևէ տարընկալումները բացառելու համար գտնում ենք, որ ճիշտ կլինի այս փոփոխությունը կատարել։ Արձագանք։ Շնորհակալ եմ, ես կարծում եմ, որ կարող եք ավելի համարձակ հստակ արձանագրել, որ այո, կարող էր վերաբերելի լինել, որովհետև դուք ասում եք ընկալում կարող էր ունենալ, կարող էր չունենալ, բայց իրավական որոշակիությունը այլ բան է, հանցակազմի կոնկրետ սուբյեկտայնությունը այլ բան է, եւ այս մասով ուզում եմ ձեզ ասել, որ իմ մտահոգությունները առավել խորացել էին նրանից հետո, երբ որ գլխավոր դատախազին ուղղված իմ հարցմանը, որով ընտրում էի հստակ արձանագրել, թե արդյոք 444-րդ հոդվածը վերաբերելի է ֆիզիկական անձանց, որևէ հստակ պատասխան դրան չէր հետևել, ինչը նաև ավելի էր խորացրել իմ հիմնավորումը, որ հետագայում այո, կարող էին լինել նման դրսևորումներ։ Շնորհակալ եմ։ Ձեր նշած դեպքը եւ մի քանի այլ նաեւ որոշակի քննարկումների արդյունքում մենք գտանք, որ ամեն դեպքում այստեղ տարընկալման կամ ոչ ճիշտ կիրառման թեկուզ փոքր, բայց տեսական հնարավորություն կա եւ Արդարադատության նախարարության հենց նպատակն էր, որպեսզի այստեղ 100%-անոց որոշակիություն մտցվի, այո, թեկուզ տեսական, գործնականում չհանդիպած, բայց թեկուզ տեսական նման ռիսկերը բացառելու համար, իսկ ռիսկի առումով, այո, մենք էլ ենք կիսել ձեր տեսակետը, ձեր կողմից հայտնած մտահոգությունը, հենց դրանով էլ պայմանավորված է այս փոփոխությունը ազգային ժողովում ներկայացնելը։